Սա ոչ թե ինչ-որ քայլ է ուղղված վեհապար հորը, ինչ-որ քայլ է ուղղված բարձրաստիճան հոգևորականներին, այլ այս գործողությունները ուղղված են բացառապես հայ առաքելական եկեղեցու գլխատմանը։ Այլ բան ես ինքս չեմ տեսնում։ Եվ մենք յուրաքանչյուրս, այո, պատրաստ ենք մեր ձևով ու պարտավոր ենք մեր ձևով պաշտպանելու մեր ինքնությունը։ Սամվել Կարապետյանը իր ամբողջ կյանքում Հայաստանին տվել է այնքան օգուտ, որ շատ մարդիկ հավաքական եթե վերցնես, այդքան բան չեն արել։ Իսկ ինչի չեն մտածում, որ այդ մեր ձևով է, հենց դա է, իր ձևով։ Պետությունը խոչընդոտում է, որ իր քաղաքացիները ստանան ավելի մատչելի գնով էլեկտրաէներգիա։ Սեփականատերն ասում է՝ կա միջոց, ես պատրաստ եմ սակագինը իջեցնելու, իսկ պետությունն ասում է՝ չէ, մենք սակագինը չենք իջեցնում։ Այստեղ հարցը գալի, ում շահն է այստեղ ներկայացնում գործող իշխանությունը։ Միայն դասարան կառուցելով կրթություն չենք զարգացնի։ Միայն ասելով, որ կրթությունը նորաձև է, որ абսուրդի ժանրից է, ես չգիտեմ ում համար է նորաձև, բայց յուրաքանչյուր նորմալ մարդու համար կրթությունը դա անհրաժեշտություն է, ոչ թե նորաձևություն։ Առաջին հերթին հիմա Հայաստանում պետք է արդյունաբերություն, ուժեղ տնտեսությունը դրանից հետո կստեղծի այնպիսի կրթօջախներ, որ մեր երիտասարդները Հայաստանի Հանրապետությանը կարող են տալ շատ լուրջ օգուտ։ Տրամաբանությունը սա է։ Armenia Today խոսում են գլխավորի մասին, հաղորդաշարի հերթական թողարկումն է, այսօր իմ հյուրն է մեր ձևով շարժման համակարգող խմբի անդամ Արթուր Միքայելյանը, շնորհակալ եմ Արթուր հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Խոսելու ենք տարբեր թեմաներից, նախ անդրադառնանք հայ առաքելական եկեղեցուն, եկեղեցու շուրջ լարվածությունը չի մարում, այլ հակառակը ավելի է սրվում։ Սամվել Կարապետյանի մեր ձևով ենք մասնակցելու, միջամտելու այդ արտահայտությանն էլ հղումով է մեր ձևով շարժման անվանումը ձևավորվել, ահա այ հիմա եկեղեցու կողքին լինելու այդ մեր ձևով ինչպես է արտահայտվում։ Մեր պատմության մեջ եղել են բազմաթիվ պատերազմներ։ Ունեցել ենք եւ հաջողություններ եւ անհաջողություններ, բայց մի բան չի եղել հստակ։ Ոչ մի անգամ Հայաստանի ներսից իշխանությունները այսպես չեն հալածել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այսօր ցավոք սրտի մենք ականատես ենք այդ ամեն ինչին ու ունենք 3 սրբազան հայր կալանավորված, ունենք տեր հայր կալանավորված, ունենք սարկավակ տնային կալանքի մեջ եւ մարդիկ ազատազրկվել են, ազատությունից զրկվել են ոչ թե նրա համար, որ գործել են հանցագործություն, այլ նրա համար, որ իրացրել են իրենց իրավունքը արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Այսօր առավել քան երբևէ ամենայն ազնվությամբ ու ցավով եմ ասում, որ բղծվում են հայ առաքելական եկեղեցին։ Հովանավանքի օրինակը բոլորիս աչքերի առաջը, երբ կարգալույց քահանան այնտեղ մատուցում է պատարագ։ Նույն տրամաբանության մեջ ես չեմ զարմանա, որ մոտ ժամանակներս իշխանությունների կողմից ինչ-որ քաղաքացիական անձ նույնպես պատարագ մատուցի, հասել ենք այդ իրավիճակին։ Դրա համար ու այս ամեն ինչը ամիսներ առաջ զգում էր Սամվել Կարապետյանը, երբ որ նա արեց իր արտահայտությունը, որ երբ լինի ընդվզում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, նա պատրաստ է իր ձևով պաշտպանելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչ է նշանակում հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանել իր ձևով կամ մեր ձևով։ Տեսեք, յուրաքանչյուր հայ պետք է դիտակցի մի պարզ բան։ Հայ առաքելական եկեղեցին դա մեր ինքնության հիմնասյունն է։ Յուրաքանչյուր հայ պետք է իր վրա վերցնի պարտավորություն հնարավոր բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, բարձրացնելու նրա դերը, բարձրացնելու նրա նշանակությունը,
լինել հայ եկեղեցու մեջ, ոչ թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Եվ հիմնական պաշտպանությունը հավատավոր ժողովրդի դա է, որ հայերը ավելի մոտ կանգնած լինեն իրենց եկեղեցում, որովհետև իմ անձնական պատկերացմամբ սա ոչ թե ինչ որ քայլ է ուղված վեհապար հորը, ինչ որ քայլ է ուղված բարձրաստիճան հոգևորականներին, այլ այս գործողությունները ուղված են բացառապես հայ առաքելական եկեղեցու գլխատմանը։ Այլ բան ես ինքս չեմ տեսնում։ Եվ մենք յուրաքանչյուրս, այո, պատրաստ ենք մեր ձևով ու պարտավոր ենք մեր ձևով պաշտպանելու մեր ինքնությունը։ Տեսեք, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ մենք եկեղեցուն հարված չենք հասցնում, մյուս կողմից կալանավորում է հոգևորականներին։ Բայց պետք է դիտակցել, որ եկեղեցին առանց հոգևորական կամ հոգևորականը առանց եկեղեցու գոյություն ունենալ չեն կարող։ Նրանք միասին մեկ մարմին են։ Հետևաբար հարվածելով հոգևորականին, հարված է հասվում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Մյուս կողմից հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է հայի ինքնության հիմնասյունը, Հայաստանի ինքնության հիմնասյունը, որովհետև դարերի վեր հայ առաքելական եկեղեցու մեր հավատքի շնորհիվ ենք մենք գոյատևել, ապրել ու գոյություն ունեցել։ Այստեղ հարվածելով հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, իշխանությունները ուղիղ կերպով հարվածում են հայի ինքնությանը։ Եվ ավելորդ չէ նաև նշել այն հանգամանքը, որ այս ամենը արվում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ցուցումներով, որ եղել է երկու դեպ սրբազաններից։ Դուք այդ համընկնումը պատահական չեք համարում։ Միանշանակ քաղաքականության մեջ եւ նման գործոններում համընկնումներ չեն լինում։ Համընկնումներ ուղղակի չեն լինում։ Նրանց թիրախում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, նրանց թիրախում է Սփյուռքը։ Այսօր Սփյուռքի հետ կապը գրեթե խզված է, որտեվ թե Սփյուռքի հանձնակատարը, թե իշխանությունները ամեն ինչ արեցին, ամեն հնարավորին ու անհնարը, որ Սփյուռքը դուրս մղվի Հայաստանի ներքաղաքական կյանքից, իր ներգործությունից, իսկ մնացել է միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը չի ենթարկվում իշխանությունների օրակարգին, հետևաբար չի ենթարկվում թշնամու կողմից թելադրվող պարտադրանքին։ Պարոն Միքայելյան, տեսեք, հանրության շրջանում դուք ինչ եք դիտարկում ընդհանուր առմամբ։ Մեր համերկրացիների մի մասը ի վերջո նաև ձեր հետ համակարծիք չէ, թե կաթողիկոսի, թե arczepiskoposների հարցում համախոհ են իրենք Փաշինյանի եւ իր համակիրների ասացների եւ գործողությունների հետ։ Մի մասը կարծես թե ընդհանուր առմամբ որևէ կարծիք չի արտահայտում, եւս մի մասն էլ, որը ի դեպ փոքր չէ, բավական մեծ է, համախոհ է ձեր ասացներին։ Հիմա դուք ինչ եք դիտարկում, դուք փորձում եք մեր ձևով շարժումը որը կերպ նաեւ աշխատել, ինչպես դուք եք ասում, յուրաքանչյուրը պետք է մեր ձևով կանգնի եկեղեցու կողքին, դուք նաեւ աշխատեք այն մարդկանց հետ, ովքեր որ կարծես այսպես չեզոք դիրք են գրավել։ Դիտեք, ես մի փոքր չի համաձայնվի հարցի հետ, այդ մի մաս ձևակերպման։ Փաշինյանին կողմնակիցը շատ փոքր մաս հանրության, որտեղ նրանք օգտագործելով բոլոր վարչական լծակները, հնարավորինն ու անհնարինը, մենք տեսանք, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում ինչքան մարդ հավաքվեց Հովանավանքում։ Կան նաև վերևից պատկերներ, որ հստակ կարելի է նույնիսկ հաշվել, դրանց մեծ մասը օպերատիվ աշխատակիցներ են, ոստիկանության աշխատողներ են, մյուս մասն էլ պետական համակարգի աշխատողներ, Հասարակության մեծ մասը, ովքեր որ հասկանում են հայ ինքնություն, ես վստահ եմ, որ նրանք կազմում են մեծ մասը, դեմ են Նիկոլ Փաշինյանի այս օրակարգին ու ամենայն պատասխանատվությամբ եմ ասում գալու է բա ու նա ընկնելու է իր փորած փոսը։ Տեսեք, պարոն Միքայելյան, համենայն դեպս մի մաս ասելով ես հիմնվում եմ նաև
մեր Armenia Today-ի հարցումների, որոշակի հարցումների, մեր գործընկեր լրատվամիջոցների հարցումների վրա, որոնց մարդիկ փողոցում, հրապարակներում, մեր քաղաքների պատասխանում են, որ եթե կաթողիկոսը ինչ ենթադրենք քայլերն է ժամանակին իրականացրել, եթե չի համապատասխանում Գարեգին II կաթողիկոս լինելու, ապա Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Հիմա այդ մարդիկ չեն գնում Հովանավանք, չեն գնում Թալինի եկեղեցի։ Կան այնպիսիք, ովքեր որ որևէ տենց ոչ այս կողմ, ոչ այն կողմ չեն համաձայնում որը կողմի հետ, այո, համաձայն են, որ եկեղեցուն ձեռք տալ պետք չէ, բայց միաժամանակ եթե հոգևորականը arczepiskopos-ը ինչ ենթադրենք որևէ հայտարարություններ է բավական աղմկոտ արել եւ դա իրավունքից դուրս է, ապա պետք է պատժվի։ Իսկ կա նման դեպք, երբ որ arczepiskopos-ը կամ հոգևորականը այնպիսի արտահայտություններ է արել, որը իրավունքից դուրս է եւ պետք է պատժվի։ Ես վստահ եմ, որ չկա։ Իրավական համակարգը այդպես չի կարծում։ Իրավական համակարգը կարծում է նաեւ, որ կա վտանգ մեր ձևով արտահայտության մեջ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ կարող են լռելու համար դատապարտել, կարող են նույնիսկ դատապարտել մտածելու կամ երազելու համար։ Այսօր ոչ ոք ոչինչից ապահովագրված չէ։ Իսկ եթե մենք նայում ենք, թե նույն եկեղեցու շուրջ ինչ է ստեղծվում, բերեք մի պահ այդ իրականությունից դուրս գանք եւ հասկանանք լավ ինչի համար է այս ամեն ինչը արվում։ Դուք նկատի ունեք խոսքի ազատության, այսպես մակարդակների մասին այդ քննարկումները ոչ թե խոսքի ազատության, այլ իմ կարծիքով այստեղ Փաշինյանը նաև փորձում է շեղել հանրության ուշադրությունը եւ ինչ գործարքներ կան։ Շեղել հանրության ուշադրությունը, որ հանրությունը ուշադրություն չդարձնի նույն հայ-ադրբեջանա-թուրքական որոշակի պայմանավորվածությունների, որը կարող է լինել հերթական անգամ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ինչի համար նա նման բան չէր անում, չգիտեմ, տարիներ առաջ, կամ նրա ինչ գործն է, նրա գործառույթների մեջ դա չի մտնում։ Եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ունի իր կարգավիճակը եւ հայ առաքելական եկեղեցին ինքն է որոշում իր կանոնակարգով իր աշխատանքները։ Շատ ժամանակ հանրության մեջ կա այսպիսի մի բան, որ հոգևորականը պետք է չխառնվի քաղաքականությանը։ Գիտեք, աշխարհի այսպիսի հորդորներ, այսպիսի հայտարարություններ հնչում են այժմ։ Այո, տեսեք, աշխարհիկ մարդիկ միգուցե չունեն իրավունք խառնվելու եկեղեցական կյանքին, բայց հոգևորականը նույնպես Հայաստանի քաղաքացի է։ Հոգևորականը յուրաքանչյուր քաղաքացու պես ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ իրավունքները եւ պարտականությունները։ Հիմա այստեղ հարցը առաջանում, երբ որ հոգևորականը տեսնում է վտանգ, ինչի համար նա պետք է չարձագանքի։ Ինչու համար նա պետք է չարձագանքի։ Նա էլ չէ հայ։ Նա էլ չէ ապրում այս երկրում։ Այդ վտանգը նաեւ սպառնալու է իրեն։ Դրա համար նրանք արձագանքում են ու ես գտնում եմ, որ դա ճիշտ է։ Աշխարհիկ մարդիկ հոգևոր կյանք մտնելու համար առաջինը պետք է հասկանան, թե ինչ է այնտեղ կատարվում, որտեղ մարդիկ տեղյակ չեն։ Ինչու է մարդկանց թվում, որ իրանք կարող են հասկանալ ամեն ինչ, այնինչ կատարվում է եկեղեցու։ Նույն տրամաբանությամբ գալիս ենք մենք Փաշինյանի դիրքորոշմանը, որ կարգալույց քահանան կարա պատարակ մատուցի, լավ, այդ ժամանակ ինչու պաշտոնից ազատված նախարարը իրանց տանը նստած չի կարող որոշումներ ստորագրի։ Բերեմ նույն համեմատությունը։ Ինչի համար։ Եթե կառավարությունը ազատում է ինչ-որ մեկի պաշտոնից, նույն տրամաբանությամբ այդ մարդը կարա գնա տուն ու ասի, ես շարունակում եմ, չէ՞, իմ պաշտոնը։ Ոչ ոք ինձ պաշտոնից չի ազատել։ Ես կարծում եմ, որ վարչապետը լիազորություններ չունի ու իրավունք չունի ինձ ազատելու ու ինքը ստեղծի պետություն պետության մեջ ու սկսի ինչ-որ գործառույթներ իրականացնել։ Այդպիսի անալոգիաները շատ են, ենթադրենք զինվորականների հետ, եթե գնդի հրամանատարին հեռացնում են, ինքը ինչու՞ չպետք է շարունակի գունդը։ Այդպես շատ կարելի է անել։ Դրա համար եկեղեցին որոշում է իր ներսի հարցերը, աշխարհիկ մարդիկ կարող են գնալ եկեղեցի,
մասնակցել պատարակներին, լինել եկեղեցու մեջ, հոգևոր կրթություն ստանալ, բայց խառնվել եկեղեցու ներքին օրակարգին, կարծում եմ, որ պետք չի բացառապես մի բանի համար, որ նրանք չեն տիրապետում ինֆորմացիային։ Անդրադառնանք խոսքի ազատությանը, մասնակի դուք արդեն որոշ չափի անդրադարձաք, բայց հիմա փակագծերը բաց ենք։ Հիմա խոսքի ազատության իրական աստիճանի մասին շատ է խոսվում։ Սամվել Կարապետյանի ու շատ ուրիշների հայտարարություններն են նաև դարձել քրեական վարույթների, հետապնդումների, հիմքում են դրվել այդ հայտարարությունները։ Եթե համարում եք, որ նման հայտարարությունների փաստերով չեն կարող քրեական վարույթներ հարուցվել, ապա ինչ պետք է մարդը ասի, որ քրեական վարույթ հարուցվի, ենթադրենք թե Բագրատ Սրբազանի պարագայում անհասկանալի է իհարկե այդ գործը, բայց ամեն դեպքում, եթե ահաբեկչության վտանգ է տեսնում պետությունը, ապա ինչպես պետք է արձագանքի, Միքայել Սրբազանի պարագայում ինչպես պետք է արձագանքի, Սամվել Կարապետյանի պարագայում ինչպես պետք է արձագանքի։ Տեսեք, խոսքի ազատության մասով ես ցավով եմ կրկին անգամ անդրադառնում, որ կապ չունի Հայաստանում, թե դու ինչ բառ կասես։ Դու կարող ես դատապարտվել ազատազրկման կամ ձերբակալվել, թեկուզ աղաման կամ ջուր ասելու համար։ Քննչական կոմիտեն կամ իրավասու մարմինները կարող են դա ձևակերպել այնպես, ինչպես իրենք ուզում են։ Սամվել Կարապետյանի դեպքում ընդհանրապես անհասկանալի է։ Մեր ձևով հայ առաքելական եկեղեցին պաշտպան, կա մարդ, որ պատրաստ չի պաշտպանելու իր ընտանիքը, կա մարդ, ով պատրաստ չի պաշտպանելու իր եկեղեցին, նույն ձևով այդ մարդն էր ուզում պաշտպանի, հիմա այդ մարդը կալանավայրում է, դուք նշեցիք Սրբազան հայրերի անունները, Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, Մկրտիչ Սրբազան, Տեր Գարեգին, կա մեկը, որ կարող ասի, որ ինչի համար են այդ մարդիկ կալանավորված, նրանք կալանավորված են նրա համար, բացառապես բոլորը, և մեր այլ քաղբանտարկյալ ընկերները, որ իրենք չեն ընդունել իշխանության կողմից քաղաքական գիծը, որի նպատակն է եղել ջնջել ազգային արժանապատվությունը։ Այդ մարդիկ չեն գողացել, ոչ ոք, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Սրբազան հայրերը, ոչ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ոչ Իգոր Սարգսյանը, ոչ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, նրանք ոչ գողացել են, ոչ պետությանն են դավաճանել, ոչ մի բան իրանք չեն արել, բայց այսօր այդ մարդիկ անազատության մեջ են, ինչի համար, որովհետև նրանք հասկացել են իշխանության կողմից տարվող քաղաքական գիծը եւ դեմ են կանգնել այդ ամեն ինչին։ Ու մենք օր-օրի ականատես ենք լինում, որ բոլորն էլ ժամանակին եղել են ճիշտ։ Ամենայն դեպս կարող է լինեն այնպիսի նաև արտահայտություններ, այնպիսի հայտարարություններ, որ տարընթերցում ունենան, այսինքն իրավական համակարգը դա օրենքի խախտում համարի։ Հիմա մեր ձևովից մենք ինչից սկսեցինք, մեր ձևով կմասնակցեմ, ասեց Սամվել Կարապետյանը։ Կմասնակցեմ, չասեց մեր ձևով կպատժեմ, դրա մասին խոսքը չգնաց, այլ կմասնակցեմ։ Մենք էլ մեր ձևով կմասնակցենք։ Այո։ Հիմա այդ մասնակցությունը ոչ մեկ չի հասկանում։ Սամվել Կարապետյանը պետք է ի վերջո ազատության մեջ լինի, հարցազրույց տա եւ բացատրի մեր ձևով ինչ նկատի ունեցել, չէ՞, այդպես ենք հասկանում։ Բայց տարընթերցում է այստեղ իշխանությունը իրավական համակարգը, իշխանությունը չէ, իրավական համակարգը դա համարում է, որ ահաբեկչության կամ մի խոսքով։ Գիտեք, այստեղ գոյություն հիմնավոր կասկածի շեմ։ Մեր ձևով արտահայտության մեջ կարելի է գտնել ամեն ինչ։ Ինչի հակառակը չեն տեսնում։ Սամվել Կարապետյանին իրանք կյանքում երբ են տեսել բռնի գործողություններ անելուց, բացի լավ գործ անելուց։ Սամվել Կարապետյանը իր ամբողջ կյանքում Հայաստանին տվել է այնքան օգուտ, որ շատ մարդիկ հավաքական եթե վերցնես, այդքան բան չեն արել։ Մարդը հրաժարվել է իր անձնական միջոցներից ի օգուտ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության։ Արդյոք նման մարդը կարող էր ինչ-որ վատ բան անելու։ Չկա այդպիսի բան։ Պատերազմից հետո գյուղեր վերականգնել, օգնություն, մի խոսքով Արցախում բավական մեծ
թե ինչ արել այդ մարդը։ Իսկ ինչի չեն մտածում, որ այդ մեր ձևով հենց դա է, իր ձևով։ Ինչի չեն մտածում այդպես։ Մենակ մտածում են այն, ինչ հնարավոր է գործող իշխանությունները ուզեն, հա, չկա այդպեսի բան։ Հիմնավոր կասկածը հաղթահարելու համար պետք է մի հատ նայել մարդու անցյալը, մարդու անցած ճանապարհը, մարդու ով լինելը։ Ինչի է այդ մարդը անազատության մեջ։ Չկա ոչ մի հիմնավորում դրան։ Սամվել Կարապետյանի Հայաստանում գտնվող խոշոր կապիտալներից մեկը նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşıնի տերական ընկերությունն է։ Տարիներ առաջ մենք հիշում ենք այդ պատմությունը, ամենայն դեպս միջին սերունդը 2000-ականները եւ դրանից հետո։ Ինչպես իրավիճակում էր էլեկտրական ցանցեր ընկերությունը եւ մինչեւ Սամվել Կարապետյանի վերջո իր ձեռքի տակ վերցնելը, մեր ներդրումները անելը, այդ ներդրման գումարները բազմիցս վերջին ամիսներին հրապարակվել են, թե ինչ գումարների մասին է խոսքը։ Սպառողների գերակշիռ մասին հետաքրում է վերջերս բավական այսպես աղմկահարույց լուր տարածվեց եւ դրա մասին խոսեց հենց Կարապետյան ընտանիքը եւ ղեկավարությունը, չգիտեմ, նախկին անվանեմ թե ինչպես։ Համենայն դեպս այն սեփականատերերը եւ ղեկավարությունը, որոնք ղեկավարում են մինչ այս պետության կողմից այդ հանձնաժողով նշանակված ղեկավարներ, որ դիմել են համապատասխան հանձնաժողովին սակագին էլեկտրաէներգիայի իջեցնելու եւ եղել է մերժում։ Ինչ հասկանանք սրա տակ։ Ուրեմն տեսեք, ամենահետաքրքիր բանը այստեղ կայանում է նրանում, որ պետությունը խոչընդոտում է, որ իր քաղաքացիները ստանան ավելի մատչելի գնով էլեկտրաէներգիա։ Այս տարվա հունիս ամսվա ընթացքում, հունիս ամսվա սկզբներին, եթե չեմ սխալվում, երբ դեռ Սամվել Կարապետյանի ազատության մեջ էր, Սամվել Կարապետյանը երբ ազատության մեջ էր, եղել է դիմում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, խնդրանքով, որ եղել է կորուստների նվազում, որի պատճառով առաջացել են հավելյալ միջոցներ եւ եղել է առաջարկ վերանայել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը, որին հաջորդում է Սամվել Կարապետյանի կալանավորման փաստը, հանձնաժողովը մերժում է սակագնի վերանայումը։ Այստեղ խոսքը գնում է շատ զգալի մեծ գումարի մասին, այդ ժամանակ գումարը, որի շրջանակներում պետք է նվազեցվեր, 3.6 միլիարդ դրամին հասնող գումար էր, որը տարվա վերջ մոտավորապես կրկնապատկվել է։ Այստեղ անհասկանալի է տվյալ դեպքում, թե ինչի է պետությունը խոչընդոտ հանդիսացել քաղաքացիների համար սակագինը իջեցնելու։ Դա բավական աղմկահարույց թեմա է։ Այո, բայց ինչու է նաև հիմա դա ջրի երես գալիս։ Որովհետև նոյեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, նորից պարոն Ղազինյանը ավելի մանրամասն ներկայացրել է բոլոր փաստերը, բայց մենք մոտավորապես 1 շաբաթ առաջ կրկին անգամ մեր ձևով շարժման կողմից ներկայացրեցինք դիմում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագինը վերանայելու պահանջով կամ խնդրանքով։ Տեսնենք ինչ պատասխան կստանանք։ Ուղղակի նրանք հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովը ուղղակի պարտավոր է այդ ամեն ինչը նայելու, որովհետև սեփականատերը, տեսեք, պարզ ժողովրդի լեզվով ասած, սեփականատերն ասում է կա միջոց, ես պատրաստ եմ սակագինը իջեցնելու, իսկ պետությունն ասում է չէ, մենք սակագինը չենք իջեցնում։ Այստեղ հարց է գալի, ում շահն է այստեղ ներկայացնում գործող իշխանությունը։ Ժողովուրդը պետք է այս ամեն ինչը պարզ, հստակ իմանա, որ միակ խոչընդոտը այստեղ իշխանություններն են, որոնք հանդես են գալիս իդեմս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին։ Իրականությունը սա է։ Եվ օգտվելով առիթից ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, թե սոցիալական մեդիայի իրենց հարթակներում, թե ամենուր հանդես կան հայտարարություններով, որ լինի հանրային պահանջ իջեցրու սակագինը hashtag-ով, որ այս մարդիկ գնան դրան եւ իջեցնեն, քանի որ իմ պատկերացում նրանք պահում են այս ամեն ինչը նախընտրական
շրջանում սակագինը իջեցնելու, ասենք Սամվել Կարապետյանի միջոցների հաշվին երեք չի ստանում են աշխատավարձ իրանք այնտեղ։ Մի հատ էլ իր միջոցների հաշվին, որ ինքը պատրաստ էր դեռ հուլիս ամսին սակագինը իջեցնելու, դա պահեն ժողովուրդը չվճարի, նախընտրական շրջանում իրենք տան հնարավորություն մարդիկ էժան վճարեն ու ասեն մենք ձեր համար ինչ որ լավ բան ենք արել։ Ամբողջովին հակառակ կողմից դա ներկայացվի, այսինքն ժամանակակից կառավարումը դա իմ ենթադրություններն են, որը մոտ է իրականությանը, որտեվ այլ տրամաբանություն, այլ պատճառ ես չեմ տեսնում, որ սեփականատերն ասում է կարող ենք գինը իջեցնել, պետությունը խոչընդոտում է ու միջև այսօր չի արել, որ հուլիս ամսից ինքը կարող էր իջեցնել, հուլիս ամսից սկսած, քանի ամիս է, 3-4 ամիս մարդիկ կարող էին վճարել ավելի էժան, բայց այստեղ իրենք պետք է պատասխան տան, թե ինչի համար չեն արել, որն է եղել խնդիրը, որ մինչ այսօր քաղաքացիները վճարում են ավելի շատ, երբ հնարավոր է եղել ավելի քիչ վճարել։ Նույնիսկ եթե հուլիսին այդ որոշումը չկայացվեր, երբ որ որոշումը որպես կանոն կայացվում, նշվում են ժամկետները, ենթադրենք հունվարի 1-ից կամ հունիսի կամ հուլիսի 1-ից հաջորդ տարվա։ Նույնիսկ եթե այդ պահին հենց չիջեցվեր, այսինքն որոշում կայացվել 2026 թվականի հունվարի 1-ից իջեցնել, մենք իմանայինք։ Հիմա, երբ որ հանձնաժողովը հանկարծ այդպիսի որոշում կայացնի, դարձյալ ինչ որ միանգամից այդ գործընթացը ես վստահ եմ չի իրականացվելու, այսինքն միանգամից հաջորդ ամսվանից չի։ Համենայն դեպս, հիմա երբ որ այս հարցը բարձրացվեց եւ այս տեղեկությունները այսպես հրապարակային դարձան, չենք հասկանում, անկեղծ ասած չենք հասկանում թե հանձնաժողովի, թե ներկայիս կառավարչական այդ խմբի գործողությունները ինչպես կբացատրեն այդ ամենը։ Ես ինքս իմ հասարակական կազմակերպությամբ նույնպես նամակ եմ ուղարկել բարձրաբանումներ ստանալու համար, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով, թե ինչի համար է այս դեպքում, այնտեղ կան մի շարք հարցեր, հանրային շահը ստորադասվել, երբ կար հնարավորություն հանրության համար հոսանքի գինը իջեցնելու։ Եվ վերջին մեր կարևորագույն թեմայի անդրադառնանք, պարոն Միքայելյան, կրթություն եւ արդյունաբերություն։ Վերջերս այսպես պոլեմիկա ոնց որ ծնվեց մեր ձևով շարժման, Կարապետյանների շրջապատի եւ մյուս կողմից էլ գործող իշխանության եւ իշխանության համախոհների միջև կառուցել դպրոց թե գործարան։ Դա սկսվեց նրանից, որքան ես ճիշտ եմ հիշում, դուք ուղեք, սկսվեց նրանից, երբ որ հայտարարվեց, որ պետք է գործարաններ մեր երկրում կառուցվեն, որպեսզի ի վերջո, չասեմ արդյունաբերությունը այսպես զարգանա, արդյունաբերությունը ստեղծվի։ Կան գործարաններ, բայց դրանք համեմատության մեջ դնելով խորհրդային միության տարիների Հայաստանի սոցիալիստական հանրապետության ներուժի եւ այդ արդյունաբերական մեծ ոլորտի հետ, դրանք շատ փոքր մաս են կազմում։ Հիմա գործարան կառուցելուն հակադրվում է դպրոց կառուցել, ասում են դու մեզ գործարան պետք չի, դու այդ փողը ներդիր կրթության մեջ։ Այո, կրթությունը կարևոր է։ Հիմա այս պոլեմիկայի մեջ ինչ ենք հասկանում։ Հայաստանում ամեն տարի 18 թվականից սկսած որոշակի ասենք շատ մեծ գումարներ հատկացվում է դպրոցների վերանորոգմանը, հիմնանորոգմանը, միգուցե մի քանի դպրոց նոր կառուցվել են։ Մենք չենք ստորադասում ու մենք երբեք չենք ասում, որ դպրոց կառուցելը դա վատ է, բայց միայն շենքային պայմանները բավարար չեն բավարար մակարդակի կրթություն ունենալու համար։ Սա երկրորդ եւ երրորդը, երբ որ մարդ ստանում է կրթություն, նա պետք է ապահովված լինի նաեւ աշխատանքով։ Մենք ունենք շատ հայրենակիցներ, ովքեր մինչ 18 թվականը կամ մինչ 2025 թվականը ծնվել են, ապրել են, մեծացել են, կրթվել են Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ ոք չի կարող ասել, որ այդ մարդիկ չեն ստացել կրթություն, բայց այսօր շատերի համար կա խնդիր ունենալ արժանապատիվ աշխատանք, ունենալ մասնագիտական աշխատանք եւ կարողանալ հաղթահարել այս գործազրկությունը։ Մեր նպատակը Նարեկ Կարապետյանի ասածը տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ։ Կան մարդիկ, ովքեր ունեն մասնագիտություն,
կան գյուղեր, որտեղ կան դպրոցներ։ Մարդը ավարտում է դպրոցը, մարդը ստանում է կրթություն, ու դրանից հետո որտեղ պետք է ինքը աշխատի, որ պահի իր տունը, չկա աշխատանքի տեղեր։ Եվ այստեղ առաջին նպատակը, որ մարդը իր առաջ դնում է, լքել երկիրը, գնալ արտասահման այլ երկիր, որտեղ ինքը կծառայեցնի իր գիտելիքները այլ երկրին։ Այս պարագայում չստորադասելով կրկին անգամ դպրոցաշինությունը, որը միայն շենքերի վերանորոգումով կամ պատերը ներկելով չի սահմանափակվում, առաջին հերթին պետք է ստեղծել ուժեղ արդյունաբերական պետություն, որ մարդը կրթությունը ավարտելուց հետո կարողանա վստահ լինի, որ ինքը ունի աշխատանք իր հայրենի երկրում։ Այս ամեն ինչը այս տրամաբանության մեջ պետք է հասկանալ։ Տեսեք, վերջին տարիներին 2018 թվականից մինչ 25 թվականը բարձրագույն ուսումնական հաստատություններում մենք ունեցել ենք 10,000-ից ավել դիմորդների անկում։ Այսինքն, այդքան մարդ քիչ է դիմել։ 17 թվականին դիմել է 10,000 մարդ ավել, քան այս բոլոր տարիներին։ Մենք ունեցել ենք անկում։ Ուր են այդ մարդիկ։ Ինչի համար այդ մարդիկ չեն դիմում։ Նշանակում ասենք դպրոցի կրթության որակն է ցածրացել։ Մենք ունենք խնդիր յուրաքանչյուր տարի դպրոցներում, որ կրթական նյութերը, դասագրքերը ուշ են տրամադրվում որոշակի ժամանակ։ Բերեք դրա վրա ուշադրություն դարձրեք։ Կրթությունը դա միայն շենքի պատերը չեն։ Կրթությունը դա ուսուցիչների որակավորումն են։ Կրթությունը դա պայմանների ստեղծումն են։ Կրթությունը դա համալսարաններն են, որ դիմորդները պակասում են։ Բայց ճիշտ ծրագրերն են։ Ճիշտ ծրագրերն են։ Այո, մենք դրա համար, այդ ամեն ինչն անելու համար պետք է ֆինանսական միջոցներ։ Լավ կրթության համար պետք է լավ ֆինանսական միջոցներ, բայց պետությունը կարող է լավ ֆինանսական միջոցներ ներդնել կրթության մեջ այն ժամանակ, երբ ինքը ունի լավ տնտեսություն, այդ տնտեսությունում աշխատող մարդիկ ստեղծում են արժեք պետության համար, իսկ այդ արժեքը ներդրվում է հետագա սերունդների մեջ, արդեն լավ կրթօջախներ, ավելի լավ մասնագետներ զարգացնելու ու երկիրը աճեցնելու համար։ Սա է տրամաբանությունը։ Այստեղ միայն դասարան կառուցելով կրթություն չենք զարգացնի։ Միայն ասելով, որ կրթությունը նորաձև է, որ աբսուրդի ժանրից է, ես չգիտեմ ում համար է նորաձև, բայց յուրաքանչյուր նորմալ մարդու համար կրթությունը դա անհրաժեշտություն է, ոչ թե նորաձևություն։ Դա շոր չի, որ այսօր հագանք, դրեցինք, վաղը չենք հագնի։ Կրթությունը դա անհրաժեշտություն է, որ մարդ պետք է կրթվի ամեն օր, մարդ պետք է կրթվի ամեն ժամ, որտեղ այսօր ամեն ինչը այնքան արագ է զարգանում, որ դու ուղղակի պետք է հասնես այդ ամեն ինչի հետևից։ Ոչ ոք չէր պատերացնի տարիներ առաջ արհեստական բանականության մասին։ Ինչա, բայց այսօր ամեն վայրկյան արհեստական բանականությունը զարգանում է։ Ու գալու է ժամանակ, որ թե մարդկանց մեջ, թե աշխատաշուկայում լինելու են շատ լուրջ խնդիրներ։ Դրա համար մարդիկ պետք է սովորեն նոր մասնագիտություններ, մարդիկ պետք է ինտեգրվեն ժամանակի մեջ։ Ժամանակը շատ արագ է սլանում։ Ու այս տրամաբանության մեջ, երբ որ մենք նայում ենք, հա, այո, առաջին հերթին հիմա Հայաստանում պետք է արդյունաբերություն, ուժեղ տնտեսությունը դրանից հետո կստեղծի այնպիսի կրթօջախներ, որ մեր երիտասարդները Հայաստանի Հանրապետությանը կարող են տալ շատ լուրջ օգուտ։ Տրամաբանությունը սա է։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր հետևորդներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցում էի մեր ձևով շարժման համակարգող խմբի անդամ Արթուր Միքայելյանի հետ։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Armenia Today-ի խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարն է։